Ամեն անգամ, երբ հիշում ենք Հովհաննես Թումանյանի Գիքորին, շատերիս աչքի առաջ առաջին հերթին հայտնվում է մանկական մի պարզ հայացք, լի տխրությամբ ու հավատով։ Այդ հայացքը պատկանում էր Դսեղից մի տղայի, Ալբերտ Հուլինյան ազգանունով, եւ դերակատար, ով մարմնավորեց Գիքորին, կենթանություն եւ շունչ պարգևեց թումանյանական այդ հայտնի հերոսին։ Այսօր 4 տասնամյակ անց Ալբերտ Հուլինյանը կրկին զբաղված է կինոյում։ Նոր առաջարկների, հին փարահեղ էջերի մասին կխոսենք այդ անմար կերպարի եւ հերոսի հետ։ Ալբերտ Հուլինյանն է այսօր մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, պարոն Հուլինյան, որ ընդունեցիք առաջարկը եւ այսօր մեր տաղավարում եք։ Ես էլ եմ շնորհակալ, որ հիշել եք, ինձ հրավիրել եք։ Դե մոռանալ չի լինի։ Կարծում եմ կա մի սերունդ, մի քանի սերունդ, ում համար Գիքոր ֆիլմը, անկախ նրանից թե ինչ հուզային զգացողություններ է առաջացնում, որովհետև առանց հուզմունքի գիտենք այդ ֆիլմը դիտել հնարավոր չէ, բայց չկա մի քանի սերունդ, ով տեսած չլինի այդ ֆիլմը։ Երկար տարիներ, կարելի ասել մարմնավորելուց մինչև այսօր, դուք կրում եք նաև երկրորդ անունը։ Կպատմեք ինչպես է, որ շատ անգամ ձեզ հենց Գիքորել դիմում են։ Եվ արդյոք նեղվում եք։ Իհարկե չեմ նեղվում, բայց պատկերացնում եք արդեն ծանոթությունների ժամանակ, որ պետք է ծանոթանանք, շատ ժամանակ իմ իսկական անունս եմ մոռանում, արդեն բոլորն են այդ կինոյին բանով Գիքոր են ասում, չենք նեղանում, նորմալ է։ Դե արդեն դա ավելի քան 40 տարի է։ 43 տարի արդեն անցել է, ֆիլմը նկարահանվել է 1982 թվականին։ Այդ ժամանակ ես 11 տարեկան էի, այսօրվա պես հիշում եմ, պատմեմ, հա, ոնց ա եղել, ինչ ա եղել։ Գիտեմ, որ բազմիցս պատմել եք, ինձ համարել է դժվար, այն առումով, որ ստիպված եմ խնդրել, որ պատմեք պատմություն, որը հարցազրույցներում եք պատմել, նաև շատ տեսանյութերում կա, բայց բնականաբար կան մարդիկ, ովքեր չգիտեն, չեն տեսել եւ չեն լսել, թե ինչպես է, որ ռեժիսորը եւ օգնականը ձեր հայացքի շնորհիվ ընտրել ձեզ բազմաթիվ երեխաների միջից։ Ուրեմն կինոյի ավարտից հետո 83 թվականից համարյա տենց օր չկա, որ ես մարդիկ չգան, չծանոթանանք ու բնականաբար կինոյից հարցնում են, ես էլ նույն բաները պատմում եմ։ Բոլորին հետաքրքիր է ու մեծ հաճույքով եմ պատմում իրականում։ Չեք օգնում։ Իհարկե ոչ, ասենք ես էլ եմ ուրախանում, որ մարդիկ էլ հետաքրքիր է իրանց, ես էլ շատ լավ տունում եմ, պատմում եմ, զրուցում ենք։ Սկսենք դրանից, որ կարևոր էր միտքը, որ հղացավ ֆիլմի ստեղծողների մոտ, ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանի եւ Հենրիկ Մալյանն է եղել ֆիլմի գլխավոր այսպես նախաձեռնողներից մեկը, որ փնտրեն գլխավոր հերոսին հենց Թումանյանի ծննդավայրում, Դսեղում։ Գուցե հենց դրանով էր պայմանավորված հաջողությունը։ Ուրեմն 11 տարեկան էի այդ ժամանակ, դպրոցում խաղում էինք, մեկ ելեկան ասեցին, որ Երևանից մարդիկ են եկել, Գիքոր դերակատարի են փնտրում։ Ու տենց գնացինք դպրոց, ուսուցչանոցում մի 10-15 հոգի երեխեքով, մեր գյուղի երեխեքով հավաքվեցինք, այնտեղ եկել էին Սոս Սարգսյանը, Հենրիկ Մալյանը, Սերգեյ Իսրայելյանը։ Ու հիշում եմ առաջի հարցը Սոս Սարգսյանն ինձ ուղղեց, թե բա Ալբերտ ջան հայացքով ինձ նայեց ու հարցրեց, բա ինչ գիրք ես կարդացել։ Ես էլ այդ ժամանակ 4 դասարանում էին Գիքոր պատմվածքն էի անցել ու ասեցի, որ Գիքորն ենք կարդացել։ Բայց դեռ չգիտեիք ինչի համար են եկել։ Գիքոր կինոյի դերակատարի էին փնտրում։ Այդ պատճառը դարձավ հիմնականում, հետո իրանք մի քիչ երկար զրուցելուց հետո հրավիրեցին Երևան, Հայ ֆիլմ ստուդիա, գնացինք Հայ ֆիլմ ստուդիա, այնտեղ արդեն իրանք ամբողջ Հայաստանով մեկման էին եկել, 7 հատ Գիքոր էին ընտրել, որից մեկը
ես էի մեր Լորվա դսեղ գյուղից, ու այն 6 հոգին Հայաստանի տարբեր տեղերից։ Մի փոքր դրվագով հանդես եկանք, դե բնական էր, ես իմ Լորվա բարբարով, ասենք, ամեքի իրանց բարբարով ինձ ընտրեցին, ասենք ես կինոյից համար գաղափար չունեի, էլի ուղղակի ինձ հարցրեցին, ես էլ ուզեի, որ կինոում նկարահանվեմ, որս համաձայնվեցի։ Այդ ձև եղավ ընտրությունը։ Հենց այդ պահին կտրուկ փոխելու եք ձեր միջավայրը, գյուղական եւ դպրոցական եւ ընտանեկան միջավայրից պետք է կտրվեք եւ մտնեք մի կինոհրապարակ, որտեղ որ բոլորովին այլ մթնոլորտ էր տիրելու, այլ առաջին զգացողությունները հիշում եք։ Առաջին զգացողությունները կարելի ասել ուրախացել էի, որ ասենք Սոր Սարգսյանին տեսել եմ, Հենրիկ Մալյանին տեսել, Արմեն Ջիգարխանյան, ասենք իրանց ֆիլմերը բոլորը դիտել էի ու որ իրական կյանքում տենում ես ուզեի, որ ասենք ներքուստ ուզեի իրանց հետ մի կերպար խաղամ, դեր խաղամ, ինձ նշանակություն չուներ գիքորդ է եւ այլն եւ այլն, բայց շատ լավ ստացվեց ի շնորհիվ մեր մեծերի։ Բայց քանի որ ծանոթ եք արդեն պատմությանը, չէիք մտածում, որ ճիշտ է երեխա եք 11 տարեկան, բայց հավանաբար հասկանում եք ինչ դժվար տեսարաններ եւ ապրումներ պետք է ստանայիք որպես դերակատար։ Իրոք մեր մեծերի շնորհիվ, որովհետեւ գիտեի իմ կողքը ինչ մարդիկ են, դրա համար մի ձևի հանգիստ էի ինձ հետ։ Մեծերը հասկանալի է, բայց դուք եք կերտում, չէ՞ այդ բարդ դերը երեխայի համար։ Իրանք ինձ բացատրել են, սենց կանես, նենց կանես, ես էլ չէիք ուզվում։ Իհարկե ոչ։ Դե այն հայտնի թեկուզ ապտակի տեսարանը, որ շատ եք գիտեմ պատմել այդ մասին, որ ձեռքը չէր բարձրանում Արմեն Ջիգարխանյանը։ Ամբողջ ֆիլմը նկարել էին, մներ այդ մի փոքր դրվագը, որ պետք է բազազ Արտեմը խփի Սիլլատա, որ ստացվի ֆիլմը։ Այդ մի փոքր դրվագը մներ ամբողջ ֆիլմը նկարել են։ Արմեն Ջիգարխանյանը դե բազազ Արտեմի դերն էր տանում, չէր համաձայնվում, ասեր ես փոքր երեխին ոնց խփեմ։ Մեղքը գեր, տես մեր լեզվով ասած, ես էլ մեկ էլ որ շատ ասեցին Ջիգարխանյանը չէր խփում, չէր համաձայնվում, որ այդ դրվագը կամանց փորձեր չէր ստացվում, պետք է իսկական խփեր։ Հենրիկ Մալյանը ինձ մի կողմ տարավ, հիշում եմ, մեկ էլ ականջից ասեց Ալբերտ ջան, դու ասա, բալքան քեզ լսի, որ ապտակի, որ ֆիլմը ստացվի։ Հենա գնացի ասեցի պարոն Ջիգարխանյան, դե մի Սիլլայա խփի, գեղացի մարդ ենք կդիման անկելի։ Ու այդ ժամանակ ատամս ցավ էր, ասեց մենակ ես մի կողմը չխփես, այն մի կողմը կխփես։ Ու տենց համաձայնության եկանք, բարեբախտաբար առաջ փորձից լավը ստացվեց, թե չէ դրվագներ կար, մի 10 անգամ փորձեինք, պատկերացրեք, որ վերջ լավը ստացվեց, հետո բայց խփելու չեմ լացել իրականում։ Հետո վերջում ասեց Ալբերտ ջան, բա ինչ առնեմ քեզ համար, ինչ ես սիրում։ Դե 11 տարեկան երեխայի, ասի ֆուտբոլ խաղալ եմ շատ սիրում։ Հենց մի հատ գնդակ, մեկ էլ սպորտային շորեր նվեր տվուց։ Այդ մի ապտակի համար։ Մի ապտակը մի գնդակ արժեցավ, տենց ասենք։ Հետաքրքիր է։ Գնդակը մաշեցինք, ֆուտբոլ խաղացինք երեխեքով, շատ այն ժամանակ դե գնդակ էլ այդ ձևի գնդակներ չէր ճարվում։ Մնաց իմ հիշողության մեջ այդ պահերը։ Հետաքրքիր է, մեզանից շատերի համար, ինչպես ես սկզբում նշեցի, որ ֆիլմը մենք տպավորված ենք այդ ֆիլմով մեր մանկության տարիներին, իսկ ձեզ համար մինչև ֆիլմի նկարահանումը դուք 11 տարեկան եք, որ ֆիլմով դուք եք տպավորված ձեր մանկության մեջ, որն էր, որ բառ է մնացել ձեր հուշերում, իհարկե մինչև Գիքորը։ Մինչև Գիքորը ես այսօրվա պես հիշում եմ, ասենք միշտ նայեինք մեր Սոր Սարգսյանի, Հենրիկ Մալյանի Ձորի Միրոն նայեինք, ասենք կար Անորսալի վրի ժառումներ, սերիալներ, ասենք տենց շատ ֆիլմեր ենք դիտել ամառային արձակուրդներին ամանավանդ, մեր Նահապետը, մեր լիքը ֆիլմեր էլի, հին ֆիլմերը
դիտել ենք, մինչև այսօր էլ դիտում եմ ու մեր հին կինոներով փորձում ենք մեր փոքրերին էլ դաստիարակացնենք։ Նշեցիք, որ շատ անգամ ծանոթանալուց ձեր ամնը մոռացել եք, Գիգոր եք ասել։ Այսօր դուք ընտանիքի, մեծ ընտանիքի հայր եք, պապիկ եք։ Իսկ ձեր տիկնոջ հետ ծանոթանալիս Ալբերտ եք ասել, թե Գիգոր։ Չէ, Ալբերտ եմ ասել, բայց դա ինքը արդեն գիտեր էլի, որ այդ Իսկ եղել է այդպես դիմի ինչ-որ հանգամանքներում։ Հա, մեկ կատակի ձևով այդ էլ ենք ասում, ինչ ոչ, ասենք, ես դրանից ոչ մեկի, ասենք, վատ չեմ զգում, էլի ինձ որ։ Չեք նեղում։ Երևի ամենակարևոր հարցը, որ ձեզ հետ կապված հուզում է մեծամասնությանը, ինչու չշարունակեցիք։ Այնքան լավ մեկնարկային սկիզբ էր, ճանաչում ձեռք բերեցիք, ընդ որում այդպիսի կարեկցանքի արժանացող կերպ դեր խաղացիք, բոլորը այսպես առանց արցունքների չէին հիշում Գիգորին, այլ կերպ հնարավոր չէր։ Այսինքն եւ ունեիք այդպիսի ընկերություն իդեմս մեծերի, այսինքն ոչինչ չէր խոչընդոտում դառնալ շարունակել դերասանական կարիերան։ Որտեղ շեղվեցիք, ուր գնացիք եւ ինչու ոչ դերասան։ Ուրեմն 87 թվականին դպրոցն ավարտել եմ, հետո կինոտեխնիկում ենք սովորել։ Նախադրյալները կային, այսինքն։ Հետո 89 թվականին սովետական բանակ, 91-ին վերադարձել ենք, այն մութ ցուրտ այն վատ տարիները, չէ, եթե հիշում եք այդ թվականները, բայց դե չեմ կարալ ասեմ այդ էր պատճառը, թե ուրիշ ֆինանսական պատճառներ էլ շատ կար էլի, Ցանկությունը։ Ցանկությունը շատ էր, բայց լիքը խանգարող հանգամանքներ կար։ Իսկ ինչ մասնագիտություն ընտրեցիք։ Իրականում ապրում եմ Դսեղ գյուղում, այդ մի ֆիլմն եմ նկարահանվել, զբաղված եմ իմ գյուղատնտեսական գործերով իրականում այս պահին։ Հիմա ամենահայտնի մարդկանցից մեկն եք ձեր գյուղում, կարելի է այդպես ասել։ Նույն ասենք հայտնի չի ասի, ուղղակի մարդկանց հետաքրքրում, ասենք գալիս են ծանոթանում ենք, даже գալիս են մարդիկ ծանոթանալու, ասում եմ մի հատ գնացել եք մեր Հովհաննես Թումանյանի տուն թանգարան նոր եկել։ Չէ, ասում առաջ եկել ենք այդտեղ, նոր կգնանք այնտեղ։ Այդքան հետաքրքրված են էլի մարդիկ, ես էլ գալիս եմ, պատմում եմ, զրուցում ենք, նկարվում ենք։ Ամեն դեպքում չասենք էքսկուրսավար, թե նաև այդ գործն էլ եք անում, հենց Դսեղի սահմաններում։ Զուտ կինոյի պահով, ասենք, մարդիկ որ գալիս են, էդ էլ ենք անում, տանում ենք մեր նկարահանված տեղերը ցույց տալի, այնտեղ եկեղեցիներ, ման են գալիս, խմբերի հետ զբաղված ենք ելնում, էլի։ Բայց այդ մեկ դերը կարելի ասել, որ ճակատագրական եղավ ձեր կյանքում, մեկն էր, բայց շատ տպավորիչ էր։ Հա, հիմա էլ ասենք ճանապարհով որ անցնում եմ, մեկ էլ տեսնում եմ, նայում են, զրուցում են, ինքն չի, ասում եմ, առանց հարցնելու շատ ժամանակ ասել եմ, ես եմ։ Ճանաչում եմ, որովհետև ես էլ պետք է խոստովանեմ, ձեր հայացքը չի փոխվել։ Անկախ տարիների, ինչպես նշեցիք, 43 տարի է անցել, բայց հայացքը նույնն է մնացել։ Այսօր շատ հետաքրքիր մի փուլում ենք մենք հանդիպել, երբ միգուցե անցած տարի հանդիպեինք այսքանով թերևս կամ մի փոքր ավել սահմանափակվեր, բայց բարեբախտաբար ձեր կենսագրությունում բացվում են նոր ստեղծագործական էջեր, ինչը չի կարող չուրախացնել, եւ ես անկեղծորեն մտածում եմ, որ այն 43 տարի առաջ ոչ անկատար մնացած երազանքները հիմա են կյանքի կոչվում։ Ինչով եք հիմա զբաղված, գիտեմ առաջարկներ ունեք, մի փոքր այդ մասին պատմեք։ Կինոից հետո եղել է առաջարկներ, երկու-երեք անգամ եկել եք, պարոն Հուլին։ Զրուցել ենք, բայց չի իրականացել։ Կինոյի պահով։ Ում մեղքով դուք չեք ցանկացել։ Չէ, ոչ իմ մեղքով, ուղղակի Բայց բծախնդիր էիք առաջարկների մեջ, թե ինչ առաջարկ էինք խաղալ։ Ուղղակի չի ստացվել իրաք։ Չարագործի կերպար կխաղայիք։ Չար կերպար։ Չարագործ ինչ որ բացասական։ Չէ, չէր ստացվել։ առաջարկի երևի։
Ես վերջում նոր մի ամիս առաջ տենց մեկ էլ եկան խոսացին մեր Ռուբեն Եսայանը, մեր թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա։ ինքը։ Ասաց ուզում ենք ֆիլմ նկարահանենք, բայց ուզում ենք դու էլ նկարվես, Ռուբենը ինձ ասեց։ Շատ ուրախացա ու շատ ջերմ ընդունեցի այդ առաջարկը։ Չհարցրեցիք ինչ դերում ում եմ մարմնավորելու։ Ինձ հարցրեցին, ասի ես մենակ բարի կերպար կարամ, ուրիշ կերպար եթե կա, չեմ կարալ էլի դա իմ էության մեջ չկա։ Բայց Ռուբենի գործերի մեջ բարի կերպարներ կան, հա։ Ընտրեցին, դիվանի կերպարն եմ տարել ու շատ նորմալ կերպար էր։ Ուզում եմ ասեմ, առաջի առաջարկն եղավ ու ինձ թվում է լավ ստացվել, դա էլ արդեն իհարկե դժվար էր, որովհետև միակ ֆիլմն ա եղել, ես երկրորդ ֆիլմն ա եղել 43 տարի անց։ Բայց ինչ որ հմտություններ մնացել են, չէ՞։ Հա, ասեցի որ կփորձեմ, մնացածը դուք որոշեք, ստացվել ա թե չէ։ Ու շատ նորմալ ըստ իրանց ասելու լավ ա ստացվել։ Մեր ժողովուրդն էլ երբ նայն այն ժամանակ կասեն։ Եթե չեմ սխալվում, մայիսի 7-ին է հաջորդ տարվա պրեմիերան։ Իսկ ինչ զգացողություններ եք ունեցել նկարահանման հրապարակում, հաճախ եք հիշել Գիգորը, թե շատ, օրինակ այդ նկարահանման պահին առաջվա այն նկարահանումներն ու այս համեմատեի իրար շատ լիքը բաներ ա փոխվել, որով տեխնիկապես այո, բայց չէ, մարդկանց տեսակետից եմ ասում, որովհետև այն ժամանակ Էներգ Մալյան, Սերգեյ Իսրայելյան, օպերատոր Մարտուն Շահբազյան, ասենք այն անձնակազմը մի ձևի ավելի ինձ հոգե հարազատ ու ավելի հեշտեր ստացվում իրանց ես թե միգուցե որ երեխայի այդքան ծախախնդիր չեք, բայց չգիտեմ, իրանց ես չեմ թերագնահատում, բայց այնտեղ համ իրանք կարելի ասել երեխայի եղել, բայց հոգեբանի դերել էին տանում, որ դրվագը չէր ստացվում, վռազ բացատրեին, վարքյանական ստացվեր ի շնորհիվ մեր մեծերի։ Իսկ դարձյալ անդրադառնանք Գիգորին, ձեր էության եւ կերպարի միջև կան նմանություններ խառնվածքի մեջ։ Ուրեմն այդ ընտրության պահը, որ ընտրեին իմ մեծ պապիկ ունեմ, դեմեր էլի, նույն Գիգորի պատմությունը համարյա մերթուն էր ընկել, հայրս մայրս համաձայն էին, պապիկս համաձայն չէր։ Մի անգամ մեր տանը հաց ուտելու ժամանակ այդ ամբողջ անձնակազմով ընդեղ էր բոլորը, Գալյանով, Էնջենի Ավետիսյան, Էներգ Մալյան, Սերգեյ Իսրայելյան, բոլոր մեր մեծերը հավաքված դե նկարահանման պահին մեր տունը մեկ-մեկ հավաքվել ենք հացկերույթի։ Բոլորը նստած հաց ենք ուտում, եկել բան պապիկս տունա մտնեմ ու ասում եմ երեխինով ասի լա տվել, լա ոտի կանգնեք, այդ պահը հիշում եմ, այնտեղ Սոս Սարգսյանն ասեց, պապի ես չեմ ելել, ինքն ա եղել ու մի հետաքրքիր տեսարանը ստացվեց, որ մինչև այսօր ասենք հիշվում է, էլի։ Բայց ինչպես հանգուցալուծվեց։ Իհարկե ջեր անցկացրինք տեղում էր այնտեղ։ Պապի ջան, ես չեմ արել, նա նրա վրա գցեց, այնտեղ կատակով շատ ջերմ անցկացրինք, բայց այդ պահն եմ ասում, որ միշտ հիշում եմ, էլի, իրանք բոլորը լավ մարդիկ էին, ինձ հետ լավ էին վերաբերվում։ Բայց այնպես չէ, որ պապիկը խանգարեց դերասան դառնալուն։ Իհարկե ոչ, չէ, ուղղակի ես կասեի պետք է գայի սովորեի 5 տարի, չէ, 5 տարուց հետո եւ այլն, բայց սա խնդրեմ էր այդ ժամանակ։ Շղթան, ինչպես ասացիք, բացվեց մի դերից, ստացել եք նոր առաջարկներ, այսինքն կարելի ասել, որ հենց հիմա այս տարիքում ապրում եք բուրըն ստեղծագործական դերասանական կյանք։ Ինչ է փոխվել ձեր կենցաղում, ինչից ստիպված եղաք հրաժարվել, վերանայել, որովհետև թե դերասանի մասնագիտությունը պահանջում է մի քիչ այլ օրակարգ։ Ես ասենք
ոչ դերասան մի ֆիլմ եմ նկարահանվել, հիմա ուղղակի որ մարդկանց հետաքրքրում է ոնց եմ նկարվել, փորձեցինք մեր գյուղի մի հատ ռեժիսոր ունենք, Տիգրան Չատինյանը, ինքը մասնագիտությամբ ռեժիսոր է ու պրոդյուսեր էր։ Հիմա աշխատում ենք իր հետ, էլի։ Այդ տեսեք ինչ հետաքրքիր է, ձեր գյուղից էր, բայց միգուցե այդպես ձեզ չի դիտարկել, հա, գիտեր ձեր մասին, բայց որպես դերասան գուցե եւ նկատի չի ունեցել։ Երևի նոր արդեն այդ գնահատում համագյուղացում։ Ուրիշ ինչ հետաքրքրություններ ունեք, նկարագրեցիք ձեր առօրյան, պատմեցիք, որ օր չկա, որ Գիգորը չարձագանքի ձեր այս տարիների ընթացքում, իսկ հիմնականում էլ ինչով եք զբաղվում։ Հիմնականում մեր գյուղական գործերով եմ զբաղվում։ Չեք ձանձրանում։ Ունեմ 2 աղջիկ, մի տղա, 4 հատ թոռնիկ, ապրում ենք գյուղական աշխատանքներով։ Այ հետաքրքիր է, այդ մեծ ընտանիքով հատկապես ժամանակին ձեր երեխաների հետ, հիմա նաև թոռնիկների հետ դիտել եք Գիգորը միասին։ Հա, բոլոր անընդհատ երբ ուզում ենք դիտում ենք, վեր ենք հիշում, չնայած առանց ֆիլմը դիտելու մեր ժողովուրդը չի թողում, որ մոռանամ, անընդհատ հիշացնում է։ Այն ամբողջ ֆիլմը վեր ենք հիշում, պատմում ենք, զրուցում ենք։ Իսկ թոռնիկները ինչպես են ընդունել, չեն Լա փոքր են թոռնիկները, Գիտեք, կա կարծիք, ես խոսել եմ ծանոթների հետ, մի առիթով այսպես ֆիլմ էինք վերհիշել, նաև ռեժիսորի մասին էինք խոսում, անկեղծ ասած իր դստեր հետ նույն դասարանում ենք սովորել եւ ես շատ լավ հիշում եմ, ինչպես աղջիկը ասաց, որ հայրը ֆիլմի պրեմիերան կանի մեր դպրոցում, շատ հիշարժանոր էր, բայց հիշում եմ, ինչպես մի ամբողջ դասարանով արդյունքներն աչքերներիս դուրս եկանք ու շատ տխուր էինք։ Հետո կար այսպիսի մի կարծիք, որ խեղճ կերպար մատուցելու եւ խեղճ մարդ դաստիարակելու այսպես պրոպագանդա է, պետք է մարդը ավելի համարձակ լինի, ավելի իր ճանապարհը հարթի։ Այդ մասին ինչ կասեք։ Արդյոք դաստիարակչական այդ գործոնը կա ֆիլմում։ Ես ուղղակի անընդհատ ասել եմ այդ մասին, որ հարցազրույց ենք ունենում, ասում եմ տարիներ հետո, ասենք կգա մի անձնավորություն, մի ռեժիսոր, որ էլի նորից Գիգորը կնկարեն, բայց այս ժամանակ ասենք Գիգորը չի մահանալ։ Շարունակություն կլինի, որպես ասենք կդառնա լավ մարդ, պայքարող։ Հա, պայքարող մարդ, այդ ձևով կարելի է, բայց դե Թումանյանը այդպես է Թումանյանը այդպես է նկարագրել է մեր կյանքը, իրականությունը, ցավոք սրտի հիմա էլի կան, չէ՞, էլի այդ Գիգորի ճակատագրին են արժանանում, նույն համբոները, նույն Գիգորները էլի տանում են աշխատանքի, էլի ասма 4 տարի պետք է փող չտա, չէ՞։ Համա ասма որ ուզում ես իմանաս, ինքը պետք է ինձ փող տա, որ աշխատացնում է։ Հիմա էլի նույն այդ խոպան ասվածը Ռուսաստան էլի գնում են, էլի տարիներով աշխատում են։ Գրեթե ոչինչ չի փոխվել։ Հա, կա այդ ուղղակի անունը Գիգոր չի, ասենք ուրիշ անուններ է։ Եթե այսօր պայմանական, ինչպես ասում են, վիրտուալ պայմաններում հանդիպեիք Գիգորին, ինչ կասեիք։ Կասեի, որ պայքարի մի գնա այդ ճանապարհով, ուրիշ ճանապարհ ընտրի, տենց։ Կցանկանամ, որ Գիգորներ չլինեն, համբոներ չլինեն, ուրիշ ձևի մտածեն, ասենք, հա, փոխվել է երկիրը, արդեն ուրիշ ձևի են մտածում, բայց էլի ցավոք սրտի կա այդ բանը։ Իսկ ձեր ժառանգներին, չգիտեմ, ձեր աղջիկները եւ տղան ընտրել են ինչ մասնագիտության տեր են, բայց օրինակ թոռնիկներին կցանկանայիք, որ դերասան դառնային։ Մեծ հաճույքով կցանկանայի, կապրենք, կտեսնենք, էլի, բայց կուզեի, որ ինչու ոչ շատ։ Մեր
ցավոք սրտի գիտեք ոնց հիմա մեր սերունդը ասենք որ հանդիպում եմ երեխաների հետ ասենք գալիս են գյուղ այնտեղ միջոցառումներ բանալ նման չեն դաստիարակվում մեր հին ոգով даже հարց ա եղել ասել եմ Սոս Սարգսյանից ինչ ֆիլմ եք դիտել շատ շատերը ոչ մի բան չեն դիտել հին ֆիլմերը Խորեն Աբրահամյան չգիտեն ասենք Սոս Սարգսյան չգիտեն Հենրիկ Մալյան չեն ճանաչում ու ինձ համար դա շատ մեծ ցավով եմ ասում բայց իրականությունը դա է հետո ծնողներին եմ ասում ինչու չեք նենց անում որ դիտեն էլ երեխեքը մեր հին ֆիլմերը թող այս նոր ձևով դաստիարակվեն բայց մեր հինը չմոռանան էլի ասենք ոնց կարա մարդը Սոս Սարգսյան չճանաչի ու Ձորի Միրոն տեսած չլինի Ժամանակակից հայկական կինեմատոգրաֆի մասին ինչ կարծիք ունեք եւ ընդհանրապես կինոն պետք է ունենա դաստիարակչական գործառույթ թե միգուցե նաեւ ուղղակի ժամանցային լինի չէ դաստիարակչական մեր հայկական հին ֆիլմերը բոլորը դաստիարակչական ֆիլմեր են իսկ հեքիաթային չի ասենք բան չի թեև հեքիաթն էլ է դաստիարակչական հա էդ էլ բայց մեր իրական կյանքն է ցույց տվել դաստիարակ ես չգիտեմ մի ֆիլմ որ Սոս Սարգսյանը խաղացած լինի ու ինչ որ դաստիարակչական բան չլինի դրա մեջ կամ Հենրիկ Մալյանի կամ Սերգեյ Իսրայելյանի ֆիլմերը բոլորը դիտենք այնտեղ անպայման մի լավ բան կարաններ մեր երեխեքը դաստիարակվեն էլի Իսկ այսօր ինչ երազանք ունի Ալբերտ Գիքորը Իմ երազանքը ամենառաջինը որ պատերազմ չլինի երկրին խաղաղություն լինի մեր մանուկները դաստիարակվեն մեր հին մեծերի ավանդույթները շարունակվի չփոխվեն էլի մեր հայ մարդիկ մի քիչ հինը չմոռանանք հնով դաստիարակվենք ու մեր մանուկները մեծանան խաղաղ երկնքի տակ բոլորիս առողջությունը լինի կարևորն է դա Շատ մարդկային երազանքներ ունեք եւ ոչինչ անձնական չկար ձեր երազանքներում եթե կա եւ պատրաստ եք կիսվել թե հենց այդքանն է անձնական այն որ Պապիկը հայրը ինչ կցանկանա իր երեխանցը երջանկություն, առողջություն, հաջողություն, խաղաղ երկնքի տակ Դարձյալ ոչ մի բան ձեզ համար Պարոն Ղուլինյան, շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը Շնորհակալություն ձեր անկեղծ մտքերի, պատասխանների, նույնքան անկեղծ, որքան մենք ձեզ հիշում ենք ֆիլմից այն դերից, որ կերտեցիք եւ մնաց պատմության մեջ, մնաց տասնամյակների խորհրդանիշ հայ կինոյի եւ մեր ունկնդիրները չէ, բայց նրանք ովքեր կտեսնեն այս հանդիպումը, կփաստեն միանգամայն, որ հայացքը իրոք չի փոխվել, մնացել է այն պարզ ու բարի Գիքորի հայացքը եւ սա այն փաստն է որ մարդու ներքին լույսն ու բարությունը չեն փոխում տարիները որքան էլ որ այսօր մեր առջև նստած լինի մի տղամարդ ով կյանքի փորձ ունի կենսափորձ ունի եւ բնականաբար իմաստություն է ձեռք բերել տարիների ընթացքում բայց բարությունն ու լույսը չի կորցրել շնորհակալ եմ ձեզ նոր հաջողություններ իսկ մեզ հանդիպման նոր առիթներ շատ շնորհակալ եմ Մեզ բոլորիս առողջություն ձեր եթերը ավելի շատանա, զարգանա։ Շնորհակալություն։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք մեր բոլորի կողմից սիրված Գիքորի դերակատարին Ալբերտ Ղուլինյանին։ Ձեզ հետ էր Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։